ուշադրության չեն արժանացրել եւ նախաձեռնվել է վարույթ իմ նկատմամբ այդ վերաբերմունքի համար եւ պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Այդպիսի գործեր հիմա բազում են։ Ես ձեզ ցույց կներկայացնեմ։ Արթուր Հովհաննիսյանը Արթուր Հովհաննիսյանի վրա վարույթ կա դատանի օրինական վճիռը չկատարելու մասով Արթուր Հովհաննիսյան եւ Ռուստամ Բաքոյան։ Այդ Միպի Ռուբինյանը ասում է ինքը ոնց որ հիշում։ Ջարդողը բայց չգիտեմ ինչի հիշողություն լավ չի։ Թակուի Թովմասյանին պաշտոնից հեռացրել են Միպի հանձնաժողովի նիստից հետո այդ միջադեպից այդ այդ ժամանակ հələ Հովիկ Աղազարյանը ԿՊ խմբակցությունից այդ նիստի ժամանակ ասաց որ իրանք հարց են բարձրացնելու Թակուի Թովմասյանին հեռացնելու ու դրանից հետո Թակուի Թովմասյանին հեռացեն։ Այդ նիստի ժամանակ Ռուստամ Բաքոյանը ու Արթուր Հովհաննիսյանը ցուցաբերած խուլիգանական պահվածքի համար որ վիրավորանքներ են հնչեցրել ման դատանի որոշում կա որ պիտի ներողություն խնդրեն, երկուսն էլ ներողությունը չեն խնդրել եւ երկուսով էլ քրեական վարույթ կա նախաձեռնել։ Բտրիկ սա իմ կլենդերն է։ Իսկ ինչպես եք վերաբերում Ռուբինյանի այդ առաջարկին, որ եկեք բարեկիրթ աշխատենք, կառուցողական լինենք։ Ես կարծում եմ, որ այդ առաջարկով ինքը հենց իր ելույթով արդեն իր առաջարկը փչրեց, որովհետեւ այն խոսույթը, որ ինքը բերում անդիմադիր գործիչների նկատմամբ քննադատական չէ, վիրավորանք պարունակող եւ այլն, դա հենց իր ելույթի մեջ ինքը արդեն միջայլոց ինքը այն կերպարներից է, որը կարծում եմ դուք եք շատ ժամանակ շփվեց, ձեր միջոցով ենք մենք իրան ճանաչել, ես անձնական շփումներ չեմ ունեցել։ Մենք այն գործիչներից չի, որ ցուցաբերի հավասարակշռ որ ունենայիք թիմակիցների հարցերը նորմալ է, շատ լավ, նորմալ հարց է։ Ուժը Հայաստանին չորակարգվել եք։ Մենք հայտարարել ենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգը, դա մեր գլխավոր խնդիրն է, եւ մեր խնդիրն է նաեւ մեր ժողովրդի հոգսերը լուծելը մեր կարողությունների պատկերացնում թե ավելի կարճ ժամանակահատվածում Փաշինյանի Սահմանադրությունը տարբեր ռեժիմներ է նախատեսում, նախ հրաժարական կարալնի ցանկացած պահի է սահմանադրության հետևաբար տարբեր հանգամանքներում, տարբեր իրավիճակներում նա ինքը կարող է գիտակցված մոտեցում ցուցաբերի եւ հրաժարական ներկայացնի եւ մենք այդ պահանջը մշտապես ներկայացնում ենք։ Ինքնական չէ, ձեր ոչ ինքնակամը ըստ սահմանադրության կայացրել կարող է այնպիսի ծրագիր ներկայացնի, որ ԿՊ-ում գտնվեն մարդիկ, ովքեր որ դեմ լինեն այդ ծրագրին կապված դրա բովանդակությունից։ Հիմա երբ որ ներկայացվի հիմա երբ որ ներկայացնենք մենք այդ մի քանի օր հետո կարծում եմ այդ առիթը կունենանք։ Թիմում ձեր դեմ աշխատողներ կան, ձեր թիմում ձեր դեմ աշխատողներ կան, որտեղ մամուլում գրվում էր, որ ազգային ժողովի փոխոսնակ ձեր տեխնացություններ քննարկվելու, հետո պարզ դարձավ, որ շատ դեպքերում իրականություն են, եթե ոչ մեծամասամբ։ Մամուլի գրառումները իրականության հետ կապ չունեն, մենք ազգային ժողովի փոխոսնակի հարցը քննարկել ենք այսօր առավոտյան խմբակցության նիստում։ Դրանից առաջ երբևէ քննարկում չի եղել, չգիտեմ մամուլում չան։ Ղեկավարը կամ քարտուղարը իրանք են իրավասու խմբակցության անունից հայտարարություն Ուրեմն ասեմ ձեզ, որ ազգային ժողովի նիստը ընթանում է կոպտագույն խախտումներով կանոնակարգի եւ կնյազը Հասանով չի կարողանում, իրավիճակը չի տիրապետում եւ չի կարողանում նիստը ըստ կանոնակի պահանջների կատարել։ Ես նույնիսկ իրան ուզում եմ առաջարկել, եթե տարիքին այնքան դրա տարիքն է, ինքը թոշակային տարիքի է։ Վարչապետը լայն հնարավորություններ է ստեղծել թոշակառուների համար լառնակա գնալու, ասենք ինքը կարար այսօր շատ հանգիստ անդարտ գլուխը դարդի դակ չդներ, եթե լառնակա ուրիշ падգամավոր նիստը նախագահեր մենք դրա հետ աշխատենք։ Հիմա ազգային ժողովի կանոնակարգը սահմանում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը ունի ելույթի իրավունք եւ ինքը որ քանի դեռ ազգային ժողովի ղեկավարություն ընտրված չի նախագահ տեղակալներ, ինքն է պատասխանատու նիստի ըստ կանոնակարգի պահանջների կատարման համար, այսինքն ինքը պարտավոր է ճշտի, վեհապարը հրավիրվել է թե կարող է հրավիրվել է ինքը չի եկել, չգիտեմ, ասեք այսօր Կիրակի օր է, Վահագովակի մեն այդ հակաքրիստոնեական որոշում է, չէ՞, այսօր մեզ սաղից աշխատացնում է։ Դռները փակ չէին իրար։ Չի, ասենք այդ ինքը չպիտի որոշի, ընդհանրապես ասենք հիմա հանրապետության նախագահ գլուխ կախ եկել է, չեն հրավիրել իրան։ Արարողակարգի աշխատակիցները չեն ասել իրան ով այդ մուտքի մոտ դիմավոր նախագահը, չէ՞, նախ սովորական ասենք չի կարող միջանցներով մանկապետի արարողակարգի աշխատակից է, չէ՞, ուղղակի դիմավորեն, ուղեկցեն դահլիճը, դա նշանակում պատվավոր մարդկանց, այդ թվում նաև նախագահի ու վեհապարի մասնակցություն, այսինքն պետքա ճշտեին։ Միգուցե նորից եմ ասում, Կիրակի օրը պատարագի օրը ինքը չի ցանկացել, ես չգիտեմ, բայց Հասանով մեզ պարտավոր է պատշաճ տեղեկություն տա, ասի որ ես ճշտել եմ, վեհապարը նպատակարար չի գտնում իր իրավունքիցով։ Հիմա դա շատ կարևոր է, դա արվել է թե
չի արվի, այսինքն եթե չի արվի, այսինքն խոչընդոտ են ստեղծել վեհապարի իրավունքի իրացմանը, դա անթույլատրելի է, որը դատապարտելի է։ Երկրորդ ասեք օրինակ գրանցել կանոնակարգ հստակ ասում է, գրանցումից հետո падգամավորներն են վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք։ Դե շատ 30 վայրկյան է կարծեմ, թե իշքան բոլոր падգամավորները ինքը թույլ չի տալի падգամավորները վարման։ Ասում ամեն մի քվեարկությունից առաջ падգամավորներն ունեն վարման կարգի վերաբերյալ եւ հիմա ասենք թե հաշվեկնիչ հանձնաժողովի քվեարկությունն է դրվում, ես վարման կարգի վերաբերյալ ձայն եմ խնդրում, ինչ այսինքն ակնհայտ կոպտագույն խախտումներով է ընթանում նիստը, չի տիրապետում մարդը, դե հիմա չի կարում թողնի գնա ով է դնստի։ Քանի որ դուք այսպես հումորի լավ զգացում ունեք, ինչպես կմեկնաբանեք այն, որ իշխանությունները ծափահարում էին, հա, ընդդիմադիր падգամավորների անունը երբ կարդում էին, ընդդիմությունը միայն ծափահարեց Արթուր Սարգսյանի պարագայում, սա ինչ է, այդպես փորձում են ձեզ զգուշացնել, որ այդ ծափերի ներքո դուք ձեզ դեռ խորհրդարանում կտեսնեք, իրենց ոճի համաձայն էլի։ Ծափերը ճիշտ ասած կանոնակարգով նախատեսված չի, որ падգամավորները պետք է ծափ տան։ Հետևաբար թե ով ինչ էմոցիոնալ դրսևորումներ է ցուցաբերում, ես չգիտեմ, ես ինքս Արթուր Սարգսյանի անունը հնչելուց ծափարել եմ ոչ թե բանի համար, որ դա իմ մոտ ինչ-որ բան էմոցիաներ առաջացրել, այլ նրա կարգավիճակը է։ Ես անթույլատրելի եմ եւ այդ հարցն էլ պետք է ճշտվեր Հասանովից։ Պաստորեն ազգային ժողովի գործող 9-րդ գումարման падգամավորը հնարավորություն չունի մասնակցելու նիստի, երբ որ ես որպես 9-րդ գումարման падգամավոր դատախազի նման համաձայնություն չեմ տվել նրան խափանման միջոց կիրառելու համար եւ падգամավորը, այսինքն ես հիմա կարող Արթուրը ներկա է լինում պարոն Սարգսյանը եւ առաջադրվում էր ազգային ժողովի նախագահի տեխնացուի, դեպի ինքը նախորդ անգամ առաջադրված է։ Չգիտեմ հիմա իրանց էմոցիաները իրանց արձակից չի հետաքրքրում։ Հայաստանը հայտարարել է, որ մանդատները վերցնում է, որպեսզի եւ խորհրդարանով եւ փողոցով Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։ Կա հստակ ժամանակացույց, դուք գիտեք, երբ եք օրինակ տարբեր աշտանն եք հեռացնելու Նիկոլ Փաշինյանին։ Ոչ, նման ժամանակացույց չկա։ Թե եկող Ոչ, մենք նետած խնդիր չենք դրել ժամանակացույց կազմելու, մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել եւ առաջի հնարավորության եւ բոլոր հնարավորությունները կիրառվելու են այդ ուղղությամբ եւ առաջի հնարավորության դեպքում դա արվելու է։ Ժամանակացույց չունենք։ Վստահության գործընթացն է մի տարի հետո, եթե Ոչ, նորքի առաջ ասում են, այ վարչապետ կառավարության գործունեության ծրագիրը։ ուղղակի հասկանանք էլի։ Հասկացեք, հա։ Չէ, ոնց է։ Ինչը։ Ասացի, առաջինը կառավարության գործունեության ծրագրի քննարկումներն է։ Եթե ազգային ժողովը հավանություն չի տալի կառավարության ծրագրին, վարչապետը հեռացվում է եւ ազգային ժողովը ընտրում է նոր վարչապետ։ Դա առաջին հնարավորությունն է այդ ժամանակը։ ԿՊ-ն մեծամասնություն է ենթադրաբար Խոսելները, երբ որ ծրագիրը Դուք հիմիկ բանից պատրաստվում եք արդեն 31 թվականի ընտրություններին։ Ոչ։ Քանի որ խախտումներից խոսեցիք, նաև վեհապարին չհրավիրելու կամ չգիտեմ, պատշաճ ջետարարող կարգը չպահպանելու հետ կապված, ինչ որ քայլեր որպես պատգամավոր ձեռնարկելու եք այս խախտումների ուղղությամբ, նաև վեհապարի մասին։ Կարծում եմ, այդ խմբակցությունում քննարկել կոպտագույն խախտում է կանոնակարգի եւ չի կարա ազգային ժողովի նիստը սկսի հենց կանոնակարգի կոպտագույն խախտումներով։ Կարծում եմ, որ մենք խմբակցությունով քննարկենք եւ այդ այսինքն դա անհատական պատգամավորի տիրույթում չի էլի, խմբակցությունով կարծում եմ դիրքորոշում կունենանք ամենցեք։ Դուք փոշմանում եք ձեր այն հայտարարության համար Սակրավորի պայթունի ռումբի թեմայով, որ արել էիք եւ մեծ աղմուկ էր բարձրացել, ասում եք ով մտնի հանի այդ բանը, ռումբը թող պայթի, ինչ կասեք։ Շատ լավ, դա Հայմա էիք ցանկանում։ ոչ, նման բան գոյություն չունի, ես Սակրավորը հայ է, որ պետք է հաներ։ Կարելի է պատասխանել։ Ուրեմն այդ կապակցությամբ մի շարք պատգամավորներ, եթե ազգային ժողովի նախագահի հավակնորդը տեսանյութ է հրապարակել ինձ իմ հասցեին անձնական վիրավորանքներ հնչեցնելով եւ այլն, ինչի կապակցությամբ ես պատրաստվում եմ քաղաքայցով առաջիկայում դատի տալ վերջնաժամկետը կարծեմ վաղն է, անպայման կտամ այդ հայցը, որովհետեւ նրանք Ռուբինյանին վիրավորանքի եւ զրպարտության համար, որովհետեւ այն տեսանյութը, որ իրանք մի հատվածը ընդամենը տարածում են, դա հայելի ակումբում 2024 թվականի իմ խոսքից է հատված, այն նույն ժամանակած, եթե նայեք կադրերի հետևի մասում Սրբազանի քայլերթից կադրեր կան, այսինքն Սրբազան շարժման ժամանակաշրջան էր եւ ինչ էր տեղի ունեցել այդ ժամանակ, հանձնարարականն էին տվել հայ սակրավորներին, որպեսզի նրանք այն տարածքները, որոնք հանձնելու են Ադրբեջանին, այդ 4 գյուղերը հարակից տարածքներ, ականազերծեն նոր հանձնեն Ադրբեջան։ Եթե հիշում եք, ՊՆ-ն նաև հայտարարություն անով, որ հեսա պայթյունները լնելու ոչ, այսինքն ականները պիտի պայթեցնեին, որ նաև թուրքերը լսեին դրա ձայնը։ Ես մինչև այդ հարցազրույցի ժամանակ դիմում եմ մեր սակրավորներին, ասում եմ՝ սիրելի զինվորականներ, սիրելի սակրավորներ, ձեր խնդիրը այդ տարածքները ականապատելն է, ոչ թե ականազերծելն է։
Դուք իրավունք չունեք ապօրինի հրաման կատարելու։ Եթե ձեզ ուղարկում են տարածք, դուք կարող եք նաև տարածք ականազերծեք, եթե դա մեր զինվորների հետագա ռազմական գործողությունների կամ գյուղացիների համար է, որ այդ հողերը մշակեն։ Ձեզ եթե հանձնարարում են, որ դուք գնաք թշնամու առաջ ճանապարհ բացեք, որ նրանք գան մեր երեխեքին սպանեն, այդ ի՞նչ եք անում դուք, դա թշնամություն է։ Իսկ թշնամություն անողը պիտի պատժվի։ Այսինքն բոլոր դեպքերում Դա ասեմ նա ով որ, այդ բայց ասում եմ իմաստը դա է, որ սակրավորը ինքը պիտի օրինական էր, այսինքն եթե իրան ասում են դու գնա թշնամու առաջ ճանապարհ բացի, որ ինքը գա հայերին սպանի, այդ գործողություն անողը թշնամություն անի, ինքը պիտի հրաժարվի եթե նա։ Ցանկացել եք հայ սակրավորի մահ։ Գիտեք ինչ, կա զինվորականներ, որոնք բարեխիղճ չեն կատարում իրենց պարտական, հայրենիք են պաշտպանում։ Կան զինվորականներ, ովքեր դավաճանում են հայրենիքը, օգուտ են տալի թշնամական գործողություն։ Նրանք ովքեր դավաճանում են մեր հայրենիքը, արժանի են ամենայն պատժի, իսկ ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը։ Դուք ասում եք, որ Գալստանյանի պատերի տակ յոլելու մասին արտահայտության մեկնաբանությունը։ Նման արտահայտություն Ես չեմ արձագանքի ձեզ Սրբազան հոր հանդեպ ձեր դիմելաձևի ոչ կոռեկտ համել վիրավորել են։ Դուք ասում եք, որ ձեզ վիրավորել են, օրինակ Ռուբինյանը, մյուսները հայց եք ներկայացնել, բայց շատերն էլ մեղադրում են ձեզ, որ դուք եք իրենց վիրավորել Facebook-յան գրառումներով եւ այլն, եւ հիմա եթե իրենք օրինակ հարցության կամ համերաշխ աշխատելու կոչ են անում, դուք սրան ոնց եք վերաբերում։ Օրինակ վերջին գրառումը դուք գրել եք, որ կա Հայաստան խմբակցություն, ուժեղ Հայաստան խմբակցություն եւ Արևմտյան Ադրբեջան, կամ դրանից առաջ օրինակ, չգիտեմ, Աննա Հակոբյանի մասին ասել եք, որ եթե կան իրեն տանեն, պետք է Փաշինյանի տանեն, պետք է իրեն քնեցնեն նոր տանեն։ Այսպեսի բաներ կա, չէ՞ կարծում, որ սա ամեն ինչը կարող է հետո հետևանքներ ունենալ։ Չեմ, դա սովորական հրապարակախոսություն է եւ եթե հրապարակախոսության մեջ որևէ մեկը վիրավորանք է տեսնում, կարող է։ Իսկ հետո ասեմ, որ Ալեն Սիմոնյանը իմ դեմ 3 քաղաքացիական հայցա ներկայացրել, Ռոմանոս Պետրոսյանը եւս մեկը։ Դա ինչ է նշանակում։ Այսինքն որտեղ իրանք վիրավորանք տեսնում են, հիմա Ռոմանոս Պետրոսյանը Ղազարյան versus Ղազարյան իրան վերաբերող թողարկումը նստել սղագրել է եւ որպես վիրավորանք ներկայացրել է քաղաքայց։ Ուզում ասեմ որտեղ իրանք ես չպիտի կարծեմ, լսողը պիտի, եթե որևէ մեկը համարում է, որ հնչեցված խոսքը իր հասցեն վիրավորանք, դա քաղաքացիական իրավական հարաբերություն։ Մնացած դեպքերում դա հրապարակախոսություն եք համարում։ Ազատ խոսքը, ազատ խոսքը Ես վիրավորելու մտադրություն չունեմ, ես ունեմ հրապարակային խոսք, որը ունի իր առանձնահատկությունը։ Հաղորդումները շարունակելու եք։ Ինչպես է գնահատում այն, որ մինչև այսօր ոչ Ռուսաստանի Դաշնությունը, ոչ Չինաստանը, ոչ Իրանի ոգևոր առաջնորդը չեն շնորհավորել Փաշինյանին այսպես ասած վերընտրվելու համար, սա ինչ մեսիջ է եւ արդյոք սա նշանակում է, որ այդ ուժերը, այդ կենտրոնները, այսպես Հայաստանի ընտրությունները համարում են ոչ լեգիտիմ։ Հավելեմ նաեւ շարունակելով այն, որ ՀԿ-ին դուրս թողեցին եւ այլն, չնայած այստեղ Ռուբինյանը փորձում էր ասել, որ ընտիր ընտրություններին։ Հավելեմ նաեւ ձեր ցանկին, որ Փաշինյանին չի շնորհավորել նաեւ Միացյալ Թագավորության վարչապետը, այսինքն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ի ղեկավարները Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել։ Կարծում եմ, որ պատճառը այն է, որ նրանց որոշ դեպքերում կան հայտարարություններ, որ Հայաստանում ընտրությունները անցկացվել են կեղծիքներով, Նիկոլ Փաշինյանը ապօրինի ազատել իշխանությունը, հետեւաբար նրա լեգիտիմությունը այդ եղանակով չի ճանաչվում, ինչը որ իրականություն է։ Աշխարհաքաղաքական կոմպոնենտ կա։ Ես կարծում եմ, որ դա ցավոք սրտի կարող ունենա շատ ծանր Իրանի դեմ ինչ-որ Ես կարծում եմ, որ այո, դա կարող է ունենալ ցավալ հետևանքներ։ Ռուսաստանի պարագայում մենք այդ հետևանքները արդեն տեսնում ենք, իսկ թե ինչ կարող է լինել նաև Իրանի կամ Չինաստանի հետ հարաբերություններում, մենք հետագայում դա կտեսնենք։ Հեռախոսազանգից հետո Փաշինյանն ասում էր, բայետում հետ էին խոսում։ Ասում են, բայետում հետ էր խոսում։ Պուտինի հետ հեռախոսազանգից։ Ինքն է զանգե։ Կարող է Պուտինն է իրան, ինքն է զանգե, հետո դասա Պուտինում է, ով որ իրան զանգել է, նրա հետ է խոսում, հա։ Բացառում եք, որ ամսի, քան որ այսօր հրաժարական են տվել եւ ըստ էության այլևս ինքը վարչապետ չի, որտեւ երբ Դա քաղաքացիական պայմանագիր խմբակցության, իրանք պետք է վարչապետի տեխնատու առաջադրեն նախագահին, չգիտեմ ում են առաջադրել։